Ցավալի է, որ մենք հոգևորականներս ստիգված ենք գալ այստեղ ու այս բաներով զբաղվել, մինչդեռ մեր հոգևոր գործերը թողած, հասկանում եք, ավելի եկեղեցական գործերը թողած, գալիս զբաղվում ենք քաղաքականությամբ, այն պատճառով, որ Հայաստանում իրական քաղաքականությամբ զբաղվողներ չկան։ Հայտարարություն է սա։ Սրանց զբաղված քաղաքականությունը այս ձերբակալելն է, թուրքական շահերը սպասարկելն է, քաղաքական գործիչ ես չեմ տեսնում Հայաստանում։ Եթե մենք ունենայինք քաղաքական գործիչ, մեր երազանքը չի այստեղ գտնվելը։ Մեր ոչ սրբազանների, ոչ սարգսակների, ոչ քահանաների երազանքը չի եղել ելնել փողոց միջազգային ու ապստամբությունների մասնակցել։ Մեզ ստիպում են, հասկանում եք, մեզ ստիպում են, որովհետեւ մենք թողնենք մեր գործը եւ պաշտպանենք մեր երկիրը արդեն չգիտեմ էլ ոստիկաններ վերեցին Արդյոք կարող ենք ասել կարամ ասեմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք ու միանշանակ իմացեք, որ ոստիկանական ուժերն բոլորն էլ մեր նման մարդիկ են, բոլորն էլ տեսնում են այս իշխանության թուրքական լինելը, այս իշխանության թուրքական քաղաքականություն վարելը, եւ եթե մենք ոտքի կանգնենք, ոստիկանական ուժերը մեզ միանշանակ միանալու են, թե ես այս քաղաքում ապրող մարդ եմ, մենք էլ ունենք հույսեր, ծանոթներ, մարդիկ ում ճանաչում ենք, մենք բոլորս գիտենք, որ բոլորը զզվում են սրանցից, բոլորը արդեն հոգնել են ու սպասում են ընդամենը մի պահի, որովհետեւ ժողովուրդը ոտքի ելնի եւ սրանց ճանապարհեն այնտեղ որտեղին որ իրենք արժանի են։ Արդյոք կարող ենք ասել իշխանությունը այս գործողություններով պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին, լրացնելով սրբազաններին, կալանավորելով Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին, այսպես արանքից մաքրում է այն մարդկանց, ովքեր ազդեցություն կարող են ունենալ հանրային խոսքի վրա։ Միանշանակ, այո, ուրիշ պատճառ չկա։ Ինչի համար են ձերբակալում մարդկանց, որոնք ոչ հանցագործություն են արել, ոչ ինչ-որ զինված ապստամբության կոչեր են արել, ոչ այդ կոչերի ինչ-որ կոչերի իրենց ասած չագերտավոր արդյունքում ինչ-որ բան էլ եղել, ոչ մի բան չունեն։ Միակ պատճառը դա է, որովհետեւ իրենց քաղաքական ուժը վերարտադրվի ընտրություններին, որովհետեւ ժողովուրդը մնա անկլուխ, ինչպես որ ժամանակին թուրքերը գլխադել են հայ ժողովրդին, որից հետո ցեղասպանել են, հիմա նույն ծերագիրն է, նույն բանն են անում, գլխադում են ժողովրդին, գլխադում են հոգևորականներին ձերբակալելու միջոցով, այն քաղաքական ուժերի կարտարում ներկայացուցիչներին ձերբակալելու միջոցով, մարդկանց ովքեր իրոք զորու են, իրոք առաջնորդության ջիղ ունեն, դրանց ձերբակալելու միջոցով, վերջում ժողովուրդը պարզապես մնալու է անկլուխ եւ արդեն մարմինը կեղեքելու է։